Ողջույն Արագածոտնի մարզի սիրելի ժողովուրդ, իհարկե մենք դեմ ենք բռնությանը, բայց այո, ինչպես պարոն Ռուբինյանը ասեց, թույլ չենք տալու, որ որևէ մեկը անվանարկի հայ ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մենք միասին շատ կարևոր գործ ունենք անելու։ Պետք է մեր քվեարկությամբ վերջնականապես ջախջախենք ցավի, դժբախտության և պատերազմի եռագլուխ կուսակցությանը։ Անցնելով զրկանքների, թալանի, պատերազմների միջով, այժմ եկել է հայ ժողովրդի պահը, եկել է հայ ժողովրդի երջանիկ ապրելու, կյանքը վայելելու, մեր երեխաների մանկությունը վայելելու, մեր հրաշք հայրենիքը վայելելու պահը։ Հիմա Քոչարյանա նմանները, Ծառուկյանա նմանները, Կալուգացի Սամոյա նմանները, Սերժա նմանները էլի հավաքվել են իրար գլխի ու ուզում են Հայաստան վերադարձնել ամենաթողությունը, թալանը, տգիտությունը և պատերազմը։ Գիտեք ինչու, որովհետև նրանք իրենց ուժեղ են զգացել այն ժամանակ, երբ ժողովրդին պահել են տգիտության և չիմացության մեջ։ Նրանք իրենց խաղաղ են զգացել այն ժամանակ, երբ ժողովրդին պահել են պատերազմի, վախի և ցավի մեջ։ Նրանք իրենց ազատ են զգացել այն ժամանակ, երբ հայ ժողովրդին և մեր հայրենիքը պահել են ստրկության մեջ։ Դրա համար է որ, սիրելի հայրենակիցներ, դրա համար է որքան շատ դպրոց ու մանկապարտեզ ենք մենք կառուցում, որքան շատ ամրաշինական կառույցներ են կառուցում ու զենք են գնում, որքան շատ ենք ամրացնում մեր խաղաղությունն ու հզորացնում մեր պետությունը, որքան շատ ազատ ենք դառնում և անկախ ենք դառնում, այնքան մաշվում ու ոչնչանում են անգրագետ ու թույլիկ Քոչարյանա նմանները, անգրագետ ու թույլիկ Ծառուկյանա նմանները, անգրագետ ու թույլիկ Կալուգացի Սամոյա նմանները, անգրագետ ու թույլիկ Սերժա նմանները և նրանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում վերանալու է։ Նրանք ուզում են, սիրելի հայրենակիցներ, նրանք ուզում են, որ Հայաստանում նորից իշխանությունը ձևավորվի պատերազմի մթնոլորտում և վախի գործոնով։ Բայց Հայաստանում իշխանությունն այլևս ձևավորվում է խաղաղության մթնոլորտում և երջանկության գործոնով։ Հայաստանում այլևս գերիշխում է երջանկությունը և կյանքը, սիրելի հայրենակիցներ։ Եվ չկա այլևս այն անորոշ հարցը, որ սավառնում էր մեր երկրում տասնամյակներ շարունակ, որ մենք իրար տեսնում էինք, անորոշ հայացքով նայում էինք իրար և ասում էինք, բա վերջը ինչ ա լինելու։ Չկա այլ այդ հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ, որովհետև վերջ չի լինելու, սիրելի հայրենակիցներ, վերջ չի լինելու, լինելու է հարատև զարգացման, խաղաղության և երջանկության անկասելի ընթացք։ Եվ այս պատմական գործը մեր նախնիների, մեր սերունդների առջև պատվով կատարելու համար պետք է հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր և ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, պետք է ընտրել ժողովրդի կուսակցությանը, պետք է ընտրել խաղաղության կուսակցությանը։ Եվ մենք պետք է արձանագրենք միասին, որ մայիսի 8-ից չի մեկնարկել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը, մեկնարկել է հայ ժողովրդի վերջնական և անկասելի հաղթարշավը, հայ ժողովրդի անկասելի հաղթարշավը։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Շնորհակալ եմ, սիրելի ժողովուրդ։